Հայաստանի մայր օրենքից արդյոք հանվելու է անկախության հռչակագիրը։ Նոր սահմանադրության տեքստը պետք է հրապարակվի առաջիկա օրերին։ Նոր սահմանադրության մեջ անկախության հռչակագրին հղում պետքա չլինի, եւ ասեմ ինչու։ Որովհետեւ անկախության հռչակագիրը կառուցված է կոնֆլիկտի տրամաբանության վրա։ Չենք կարող մենք կոնֆլիկտի տրամաբանության վրա գնալ եւ ուզենալ անկախ պետություն կառուցել։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիրը անպայման ստորագրվելու է, վստահ է Հայաստանի վարչապետը։ Չնայած ստորագրման կոնկրետ ժամկետ նա չգիտի։ Շեշտում է, դա երկրորդական հարց է։ Առաջնահերթը հաստատված խաղաղության ամրապնդումն է։ Որովհետեւ Հայաստանում էլ կան ուժեր, ենթադրում եմ Ադրբեջանում էլ կան, ճիշտն ասած Ադրբեջանի ներքաղաքական կյանքին շատ մանրամասներով ծանոթ չեմ, ովքեր այդքան էլ գոհ չեն խաղաղությամբ եւ պիտի փորձեն հետ շրջել խաղաղությունը։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներս պետքա տեր կանգնենք հաստատված խաղաղությանը եւ այն դարձնենք անշրջելի։ Իսկ եթե խաղաղություն է, ապա այդ ինչպես է Ադրբեջանը նոր դիրքային առաջխաղացում արձանագրել։ Հետաքրքրվեցին լրագրողները վարչապետից։ Խաղաղություն չի կարող, պատերազմ կա, ես տեղյակ չեմ։ Կամ բան կա, ինչ որտեղ կոնֆլիկտ կա, էսկալացիա կա, կարող է զոհեր կամ վիրավորներ կա, ինչ չեք ասում, ուղղակի խնայում եք ինձ։ Այսինքն որ ասում եք խաղաղություն, բա ինչ ասեմ։ Որտե՞ղ է պատերազմը, որտե՞ղ կա պատերազմ, որտե՞ղ կա կրակոց, որտե՞ղ կա վիրավոր, որտե՞ղ կա զոհ, որտե՞ղ կա հարձակում եւ այլն, պայթյուն, ռմբակոծություն, հրթիռակոծություն, որտե՞ղ կա, դուք լուսաբանեք գոնե, իմանանք այդ որտեղ կա այդ ամեն ինչը Հայաստանի Հանրապետությունում։ Այսինքն ասում եք խաղաղություն, ասում եք խաղաղություն։ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանում նոր դիրքային բարելավումների մասին օրերս հայտարարել էր Միասնության թևեր նախաձեռնության ղեկավար Արման Թաթոյանը։ Թեպետ Պաշտպանության նախարարությունը նախօրեին հերքել էր այդ տեղեկությունը, այն բնորոշելով կեղծ, ինքը Փաշինյանն էլ իր հերթին ընդգծեց։ Կա հստակ քարտեզ, կա հստակ գիծ դե յուրե նշանակություն ունեցող, ինչ ցույց է տալիս, որ այդ պնդումները չեն համապատասխանում իրականությանը։ Հաջորդ հիվանդրադառնալով տնտեսական ռիսկերին, մասնավորապես Միացյալ Նահանգներ, Իսրայել, Իրան, ռազմական բախումների հետևանքով Մերձավոր Արևելքում ստեղծված վիճակին ու դրանով պայմանավորված Իրանից Հայաստան ներկրումների ծավալի զգալի կրճատմանը, ինչպես նաև հնարավոր գնաճին, ապա կառավարության ղեկավարը նշեց. Հայաստանի Հանրապետությունը ինքը սննդամթերք արտահանող երկիր է։ Մենք տասնյակ հազար տոննաներով սննդամթերք ենք արտահանում այլ երկրներ, հետևաբար այդտեղ խնդիր չկա։ Ինչ վերաբերվում է գնաճին, կան համապատասխան պետական մարմիններ, որոնք մոնիտորինգ են անում ամենօրյա եւ ըստ անհրաժեշտության, եթե նման անհրաժեշտություն լինի, միջոցներ կձեռնարկվեն։ Ներկայությամբ թերևս անորոշ է հայ-ամերիկյան թրիփի ճակատագիրը։ Ինչպես հայտարարել էին վարչապետ Փաշինյանն ու արտգործնախարար Միրզոյանը, նախագծի իրականացումը պետք է մեկնարկեր այս տարվա ամռանը։ Իսկ մինչև այդ արդեն իրականացվել էր նախագծի տեխնիկատնտեսական ուսումնասիրությունն ու գնահատումը։ Սակայն ըստ Նիկոլ Փաշինյանի տարածաշրջանային զարգացումները հնարավոր է ունենան իրենց ազդեցությունը։ Ակնհայտ է, որ Միացյալ Նահանգների վարչակազմը այսօր գոնե թրիփա առաջնահերթությունների մեջ չի, որովհետև տեսնում եք ինչ է կատարվում եւ ինչով են զբաղված։ Այդ ցավոք հավանականությունը մեծ է, որ process-ների վրա ժամանակի առումով կազմի, որովհետև նույն մարդիկ, ովքեր, այսինքն հիմա Ամերիկայի կառավարությունը կենտրոնացած է այդ խնդրի վրա, բայց իհարկե եթե կպարզվի, որ չի ազդի, ավելի լավ։ Դիանա Դավթյան, Տիգրան Ղազարյան, Free News, Ազատ լուրեր։